Բարև ձեզ։ Այսօրվա մեր տեսանյութը կլինի մի քիչ տարօրինակ, նվիրված փեթակների 5 և 6 շրջանականոց փեթակների պատրաստմանը։ Պատրաստ է առաքման 80 հատ 6 շրջանականոց փեթակներ, որոնց նպատակը ոչ թե մեղր ստանալն է, այլ մեղվա ընտանիք շատացնելը, զարգացնելը, վաճառելը, նայած ով ինչ նպատակով պետք է օգտագործի։ Սա 80 հատ պատվեր է 6 շրջանականոցի, կա նաև 5 շրջանականոցներ ցանկացողներ, համարակալած, ես մանրամասը կասեմ, թե ինչպես են պատրաստում և ինչից։ Արկղերի հետ միաժամանակ պատրաստ են նաև տանիքները, 6 շրջանականոցները պատրաստված են պենոպլեքս նյութից, 5 շրջանականոցները պատվիրատուի ցանկությամբ պատրաստվել են, գոյություն ունի նաև տեխնոպլեքս կամ կոչվում է տեխնոնիկոլ։ Տարբերությունը դրանց նախ գնի մեջ տեխնոպլեքսը 1.5 անգամ պենոպլեքսից թանկ է, առավելությունը ամրության գործակիցը մի քիչ բարձր է։ Այսքանը նյութի մասին։ Հիմա քանի որ հարցումներ շատ են արվում, ինչ սոսինձ, ինչ ներք, ինչպես ամրացնել, հավաքման աշխատանքները սկսելուց առաջ պետք է բոլոր դետալները, բոլոր կտորները նախապատրաստել։ Սկսենք հատակից։ Որպեսզի կրծման պրոցեսը ընդհանրապես բացառվի, ես տեսանյութերից մեկում նշել եմ, որ սկոչի փոխարեն օգտագործվում է նմանատիպ, չեմ կարող հաստությունն ասել միկրոններով, պլյոնկա, ֆոն, պանորամա, տարբեր անուններով են կոչվում։ Կրծելը ընդհանրապես բացառվում է։ Սոսնձման աշխատանքները ավելի ամուր լինելու համար կողքերը 3 սանտիմետրից 2-ը մաքրվում է, որովհետև պենոպլեքսի վրա կա բարակ թաղանթ, որը խանգարում է և ներկելուն, և սոսնձելուն։ Առաջնամասում դրվում է նմանատիպ կիսաանկյունակ։ Արկանոցի վերևի մասում ամրացվում է նմանատիպ, նորից պլաստմասայից պատրաստված անկյունակ։ Ոտքերը թեթև, ոտքի մասերը, հենման մասերը թեթև տաքացնելուց հետո ծռվում են և կրծման պրոցեսը արկանոցում բացառվում է։ Սկոչ օգտագործելուց թեթև, եթե իրար վրա նստած չեն և այլը, անպայման մեղուն կրծելու է։ Թեթև անցքի դեպքում էլ գլխավորապես կրծվում է հատակը։ Կողքերը նորից մաքրվում է սոսնձման աշխատանքների համար, այն մասը 3 սանտիմետրանոց սկոչ է, կողքերը չի կրծվում։ 5-6 տարվա իմ փորձով ես այսօր մանրամասը կասեմ, թե որն էր սխալ իմ առաջվա արածների մեջ, ներքի ընտրությունը, սոսնձի ընտրությունը։
Ճակատային մասը արկանոցի ասվեց, հանվում է 1.5 սանտիմետրանոց ճակատային և հետևի մասը, այսպիսի կտրվածքով, քան ասեմ խոսակցական լեզվով, թե ինչ ասեմ, 1.5 սանտիմետրանոց կտրվածք, որի մեջ իջացումն է նույնպես պլաստմասա։ Ուրեմն սկոչի փոխարեն ես Վալբերեսից պատվիրել եմ հայերեն ոնց կկոչվի սամակլեևչի պլյոնկա 60 սանտիմետրի 3 մետրի վրա։ Փորձարկում եմ առաջին տարին, արդյունքների մասին հետագայում սեզոնից հետո ես կարող եմ հայտարարել։ Տեխնոպլեքսով արկղերը նույնպես փորձարկում են առաջի անգամ, արդյունքների մասին նորից կարող եմ ասել, հիմա երկու տող սոսնդի մասին։ Ուրեմն օգտագործել եմ նախկինում ժիտկի գվոզդ, հեղուկ մեղ, այդպես կոչված, օգտագործել եմ փրփուր սոսինձ, այսինքն պենայի ոչ փրփրող տեսակը։ Վերջում ընտրել եմ սովորական PVA սոսինձ, որը պետք է լինի անպայման D3։ Դա նշանակում է, որ արտաքին և ներքին խոնավություններին դիմակայող շատ որակյալ սոսինձ է։ Տանիքի կողքերը նույնպես արված են կտրվածքներով, հագնում է արկղի վրա շատ նորմալ, վենտիլյացիան, օդափոխությունը, ճակատային մասում, վերին մասում, երկու կողմից կան ցանցեր, արտաքին ցանցերը արևի տակ կամ կրետները կրծում են, ներսի մասը 5-ից 6 տարի կարող է մնալ։ Ուրեմն ներկի մասին ամենակարևոր հանգամանքը, քանի որ նյութը լուսակայուն չի, հովտեղում կարող է մնալ, ես իմ 50 տարի, 60 տարի չեմ կարող ասել, արևի տակ երկրորդ կամ երրորդ տարին գլխավորապես տանիքը երևի ներկելը ճիշտ է։ Օգտագործել եմ տարբեր տեսակի ներկեր, եզրակացություն, լավագույնը Ակվա ֆիրմայի ներկե, որը թաղանթի նման ինչ-որ նյութ է մնում վերջում, որը շատ երկար մնում է, բայց բոլոր ներկերն էլ փեթակ պատրաստողներ կան տվյալ նյութից, որ ասում են պետք է մի տարի դնել արևի տակ, հետո ներկել։ Ես կատեգորիկ դեմ եմ դրան, ամբողջ և արկղերը, և տանիքը, և ընդհանրապես ամեն ինչ նաժդաշնոյի բումագը, հղկաթուղթ հայերեն, ինչքան գիտեմ, չնայած մեր թարգմանություններին ես այնքան էլ ոգևորված չեմ, որովհետև տերմինաբանական կոմիտե կար, որ հեծանիվին առաջարկել էին կոչել պտտա կլորակ։ Համենայն դեպս, շկուրկա, խոսակցական լեզվով ասեմ, 80-րդ համարով, շատ խորը չէ, պենոպլեքսի վերևի թաղանթը պարտադիր պետք է հեռացվի, որպեսզի ներկը և սոսինձը նորմալ պահվեն։ Իհարկե տեսանյութը մեկ կտոր, ես ասեմ եմ, պլյոնկայի ֆոնի ամրացումը հատակին տեղի է ունենում երկկողմանի սկոչի օգտագործմամբ։ Սրա մասին է խոսքը, երկկողմանի սկոչով ամրացում է հատակին, կողքերից 3 սանտիմետրից 1 սանտիմետրը փակում է կողքի մասերը, այսինքն ընդհանրապես բաստեղ չի լինում։ Գյումրիից
նոյեմբերյանից պատրաստող ընկերներ կան, օգտագործում են 4-5 սանտիմետր անոց պենոպլեքս, դա ես համարում եմ անիմաստ, գումարի արվելորդ վատնում, որտեվ 3 սանտիմետրը լիովին հերիքում է ջերմության պահպանության համար։ 2 շրջանակով, 3 շրջանակով տվյալ նյութի մեջ ես մեղուները թողնում եմ դրսում եւ շատ նորմալ ելք ենք ունենում գարնանը։ Ես մի քիչ մանրամասը ասեցի, որովհետեւ հարցերը շատ են այդ թեմայով։ Նշեմ, որ տեխնոպլեքսը 1.5 անգամից ավել պենոպլեքսից ավել է։ Պենոպլեքսը դա պենոպոլուստիրոլ։ Հարցը PPU-ի մասին չի, դա պենոպոլուուրետան, ուրետան նյութն է հիմքում ընկած, որը մեղուները հաստատ չեն կրծում, բայց դե մենք դրա հնարավորությունը չունենք։ Մանրամասը նշեցի ես, հարցեր կլինեն, բացթողումներ կլինեն, կարող եք զանգահարել, կարող եք Facebook-յան մեսենջերով գրել, պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին, բացի մեղրի մասին մտածելուց կարելի է մտածել նաև մեղվա ընտանիքները զարգացնելու եւ վաճառելու մասին։ Հիմա ես մեկ տող ասեմ, որպես ռեկլամ, մեր կատարած գործի որակի ամրությունը երաշխավորում եմ 100%, թերությունը շատ թեթևությունն է, որ քամին կարող է տանել, մեկ էլ շատ նուրբ պետք է օգտագործել։ Մենք սովոր ենք փայտին, բայց ես 6 կամ 7-րդ տարին արդեն օգտագործում եմ սրանք, շատ գոհ եմ, զարգացման համար երաշխավորում եմ։ Հիմա 2 տող գների մասին։ 6 շրջանականոցները ոչ թե ամուր հենց ամրացում են մեջը, շրջանակները, որ նեղ լինի, մի 2 սանտիմետրի չափ զազոր արանք է մնում, որպեսզի կարողանանք հեշտ աշխատենք։ Ես սկզբում այդ սխալը թույլ եմ տվել։ Գինը 6 շրջանականոցը, որակը եւ ամրությունը ես երաշխավորում եմ 8000 դրամ, 5 շրջանականոցը 7000 դրամ։ Կարող ենք պատրաստել նաև 10 շրջանականոց, 12 շրջանականոցը ես խորհուրդ չէի տա, 10 շրջանականոցը վերին հարկով։ Եթե կարիք ունեցողներ կլինեն, առանձին հեռախոսով կկապնվենք եւ կճշտենք գները։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր բաժանորդներից, սա կլինի իմ վերջին տեսանյութը, որովհետեւ ես ինչ ունեի ասելու ասել եմ, այնպես որ շնորհակալ եմ գնահատողներից, ում ինչ հարց կունենա, պատրաստ եմ պատասխանելու։ Ստեսություն։